Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, քննարկում ենք կառավարության 26-31 թվականների ծրագիրը, չնայած երեք շատ բաների մասին խոսք գնաց, բայց ամեն դեպքում ես մտածում եմ ելույթ ունենամ, թե չէ, որովհետև ընդդիմությունը էլի դահլիճում չի, դեժավյուի նման արդեն ոնց որ սովորական է դառնում, որտեղ ասելիքիս մի ահագին մեծ մաս ուղղված էր իրենց, բայց երևի կլսեն հետո կարձագանքեն։ Ուրեմն մենք արդեն 20 օրից ավել այս դահլիճում զբաղված ենք ազգային ժողովի ձևավորման գործընթացով, բայց փաստացի այս ընթացքում քննարկել ենք ամենատարբեր հարցեր, պատմությունից սկսած մինչև սոցիալ-տնտեսական վիճակ, ու ես մի անգամ էլ էի ասել, այս ընթացքում նաև իրար ուսումնասիրում ենք ու ես ինքս իմ համար մեր ընդդիմության հետ կապված մի քանի բան եմ առանձնացրել։ Առաջինը հետևյալն է, որ խոսքը հատկապես վերաբերում է Ուժեղ Հայաստան խմբակցությանը, որ իրենց համար հստակ թիմ է աշխատում։ Այսինքն դա վատ չի, որպես վատ բան չեմ ասում, փաստ եմ արձանագրում, դրես կոդից սկսած մինչև հարցեր ու ելույթներ, այդ ամեն ինչը նախապատրաստված, աշխատված է, եւ իրանք հիմա փորձում են դիրքավորվել որպես ակտիվ, նախաձեռնող, կառուցողական, պրոֆեսիոնալ թիմ, եւ անգամ իրենց մոտ հստակ դերաբաշխում կա, ով ինչից է խոսում, ով ինչով է զբաղվում, ես համոզված եմ մատների վրա կարելի է հաշվել մարդկանց, ովքեր ազատ առանց նախապես համաձայնեցման տեքստ կարող են հնչեցնել, օրինակ մեկը խմբակցության ղեկավարն է, մյուսը երևի Արամ Վարդևանյանն է, որը ազատ ոճի կիսապաշտպանի դեր է կատարում ըստ անհրաժեշտության վերևից փորձում է պաշտպանել իր գործընկերներին, եւ երրորդ հետաքրքիր հանգամանքը, որ սա արդեն վերաբերում է երկու ընդդիմադիր խմբակցություններին, որ իրենք իրենց համար առանձնացրել են մի քանի բանալի բառեր ու արտահայտություններ ու փորձում են այդ բառերը ու արտահայտությունները հնարավորինս հաճախ կրկնել, որպեսզի դա արմատավորվի։ Եթե նախընտրական շրջանում այդ հիմնականում 300,000 ադրբեջանցիների թեման էր, հիմա արդեն այլ թեմաներ են, հիմնականում տնտեսական ոլորտի։ Դե իհարկե այդտեղ կան ուրիշ արտահայտություններ, օրինակ Ալիևյան սահմանադրություն, այդ Հայաստան դաշինքի լիցենզավորված իրավունքն է, իրանք են դա երևի ավելի շատ հաճախ օգտագործվում, կամ ասենք օրինակ ձայների հաշվարկի դադարեցում հունիսի 7-ի գիշերը, այդ էլ ամեն հարմար առիթի ասում են, բայց տնտեսական առումով ամենաշատը խոսվում է պետական պարտքի մասին, աղքատության մասին, ՓՄԶ-ների փակվելու մասին եւ այլն։ Իդեպ Հայկ Ֆարմանյանը, ով էստեղ որպես ֆինանսա-բյուջետային հանձնաժողովի նախագահի թեկնածու ելույթեր ունենում, խոստացավ, որ ինձ կներկայացնի այդ հղումները, որտեղ նշված է, թե աղբյուրը որտեղ է, որ Հայաստանում մի քանի հազար փոքր բիզնես է բացվել, ինքը ասեց մամուլից եմ կարդացել, ես խնդրեցի, որ մամուլից վերցնի հարցումն ու պատասխանը համապատասխան պետական մարմին, բայց այդպես էլ այդ ինֆորմացիան չստացանք։ Պետական պարտքի մասին արդեն 20 օր այս մասին խոսում ենք, դա չի օգնում, աղքատության մասին էլի խոսում են, նկատած կլինեք ամեն տնտեսական թեմայով խոսելու ժամանակ այդ աղքատության թեման ուզում են առաջ բերեն, պարոն վարչապետը երեք նշեց, ինչի մասին երեք մի քանի անգամ մենք էլ ենք նշել այս 20 օրերի ընթացքում, Հայաստանի Հանրապետությունում աղքատության ցուցանիշը հրապարակվում է բավականին մեծ այդ ժամանակային լագով, ու մենք ոչ միայն 2026 թվականի, այլև 2025 թվականի ցուցանիշը դեռ չունենք։ Ու ես էլ եմ համոզված, որ կհրապարակվի ու կտեսնենք աղքատության մակարդակի ինչ նվազում կա։ Բայց իրենց հիմնական անելիքը հետևյալն է, իրենք փորձում են ապացուցել մարդկանց, որ մարդիկ վատ են ապրում ու փորձում են ապացուցել մարդկանց, որ ամեն ինչ շատ վատ է, ընտրակեղծիքներ են, դատական իշխանությունը չի աշխատում, կոռուպցիա եւ այլն, այսինքն այն ինչ եղել է իրենց օրոք, հիմա փորձ են անում վերագրել մեզ։ Եվ այդ ամեն ինչը փորձ են անում շղարշել պրոֆեսիոնալիզմով, ու ընդ որում դա էլ է հետաքրքիր։ Օրինակ
Դավիթ Ղազինյանը երբ այստեղ հանդես էր գալիս որպես տարածքային կառավարման հանձնաժողովի նախագահի թեկնածու, ինչից հարցնում էինք, ինքը խոսում էր հեծից։ Երբ հեծի մասին կոնկրետ հարց հնչեց, չպատասխանեց։ Իսկ հարցը հետևյալն էր. այս ընթացքում որքան դիվիդենդ է ստացել Հայաստանի էլեկտրական ցանցերի սեփականատերը կամ սեփականատերերը, ինքը նշեց, որ նախ առաջինը չի իմանում, ինչը տարօրինակ է, եւ երկրորդը ասեց, իսկ միգուցե դա առևտրային գաղտնիք է, ինչը եւս տարօրինակ է։ Իսկ Հայաստանի էլեկտրական ցանցերը ինքը կարգավորվող եւ ցուցակվող ընկերություն է, եւ իրականությունը այն է, որ ըստ ֆինանսական փաստաթղթերի Հայաստանի էլեկտրական ցանցերի սեփականատերերը 2 անգամ դիվիդենդ են ստացել, եթե չեմ սխալվում 24 եւ 25 թվականներին, ամեն անգամ 11.7 միլիարդ դրամ։ Այսինքն, ընդհանուր առմամբ մոտ 60 միլիոն դոլարի դիվիդենդ են ստացել։ Չգիտեմ ինչի համար այս թիվը չէին ուզում հնչեցնեին։ Տնտեսական աճի մասին երեկվա այդ հարցն էլ է շատ տարօրինակ, ասում են, ինչ էր առաջ թիրախավորվում 7% տնտեսական աճ, հիմա 6% տնտեսական աճ։ Այս մասն էլ չնայած վարչապետը երեք նշեց, ես մի քիչ ավելի պարզ օրինակով նշեմ։ Մեկ բաժակ ջուր խմելը հեշտ է։ Առաջին բաժակը խմելուց հետո մարդը երկրորդ բաժակն է կարողանում խմի։ Երրորդ բաժակը արդեն մի քիչ դժվար է գնում, չորրորդ բաժակը արդեն մարդը չի խմի, 5-րդ բաժակը արդեն պիտի ստիպեն որ խմի։ Այսինքն ամենակարևորը բազան է, ինչ բազայի վրա է այդ ցուցանիշը հաշվարկվում ու մեր վերջին տարիների տնտեսական աճի հենքի վրա 6% տնտեսական աճ ապահովելը այդ բավականին հավակնոտ ցուցանիշով ես համոզված եմ, որ մենք այդ ցուցանիշին հասնելու ենք։ Ընդ որում ես համոզված եմ, որ կառավարությունը մի քիչ էլ զգուշավորություն է ցուցաբերել, որտեղ ավելի լավ է ունենալ ֆիքսված 6% թիրախ, բայց ապահովել ավելի բարձր, քան դնել թիրախում, ասենք 7%, բայց չապահովել, որտեղ դրանից կախված մեր բյուջեի ամբողջ տրամաբանությունը կխախտվի։ Եվ վերջին բանը, որը բանավեճերի ժամանակ իրենց միշտ ուզում էին ասել, բայց իրենք չեն գալի, հետևյալն է. բյուջեն հոսք է, ոչ թե սնդուկ է, որի մեջ փողեր են դրած, այլ ինչ-որ տարա է, որի մեջ մշտական միաժամանակ մի կողմից փող է լցվում, մի կողմից դուրս է գալիս։ Փողերը լցվում են հիմնականում հարկերի եւ տուրքերի տեսքով եւ դուրս են գալիս ծախսերի տեսքով։ Հիմա ես մեր ընդդիմադիր գործընկերները երկու ֆրակցիաների ուրեմն իրենց նախընտրական թեզերում խոսում էին ծախսերի ավելացման մասին, մեկը ասում էր նվազագույն աշխատավարձը կբարձրացնենք, մեկը ասում էր Դիլիջանի թունելը կսարքենք, մի քանի հատ այդպիսի բաներ կանենք, մյուսը խոսում էր բնակարանային շինարարության մասին, ու մյուս կողմից խոսում էին հարկերի նվազեցման մասին։ Այդ ժամանակ, եթե այդպիսի տրամաբանություն է աշխատում, բյուջեի առաջանում է ճեղք, այսինքն դատարկվում է այդ տարան, ու միաժամանակ ասում են, որ պետական պարկ չենք ավելացնելու։ Այս հարցը կարծեմ Տիկին Վարդանյանը տվեց մեր ընդդիմադիր գործիչներից մեկին, պատասխան չհնչեց, իսկ դրա պատասխանը այն է, որ այդ ամեն ինչը պարզ բացատրություն է եւ կոչվում է պոպուլիզմ։ Մենք փառք Աստծո կարողացանք նախընտրական շրջանում մեր հայրենակիցներին համոզել, որ պոպուլիզմը իրենց շահերից ընդհանրապես չի բխում, եւ մնացածը, ինչ նախատեսել ենք առաջիկա 5 տարիների համար, ես համոզված եմ, որ լիարժեք իրականություն ենք դարձնելու։ Էլի ասելու բան կար, բայց համոզված եմ առաջիկայում ներկա կլինեն, դեռ առիթ կլինի տետատետ ասելու։ Շնորհակալություն։